երբ գալիս է սեպտեմբերը։ Ուսանողական իրարանցումը այս տարի ուսումնական տարվանից շուտ սկսվեց։ Կրթության գիտության նախարարը արձակուրդից վերադարձավ ու միանգամից հանդիպում նախաձեռնեց ուսման վարձերի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների հետ։ Ակտիվիստները եկել են գրավոր դիմումով, պահանջը չեղյալ համարել բուհերի ռեկտորների որոշումը ուսման վարձերը 80-ից 200,000 դրամով թանկացումը։ Անձամբ նախարար Արմեն Աշոտյանն։ Ներազգային ազատագրական շարժման լիդերը վաղուց արդեն ուսանող չէ, դիմումն է ընթերցում, ուսանողության անունից է գրված։ Հանդիպմանը առաջին կուրսեցիներ չկան, թիրախում նրանք են, բայց մեծերն են պաշտպանում կրտսերների իրավունքները։ Շատ եւ շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսում ստանալու հնարավորությունից, ինչի հետևանքով մոտ ապագայում մենք կունենանք որակյալ կադրերի զգալի պակաս։ Ակտիվիստներից ամենաակտիվը Վահանն է, մյուսները լուռ են, նախարարի պատասխանը չի ուշանում։ Ոչ մի լավ սովորող ուսանող, նորից կրկնեմ, լավ սովորող ուսանող, դուրս չի մնալու բուհից վարձը չվճարելու պատճառով։ Արմեն Աշոտյանը խոստովանում է, երկար տարիներ թանկացման որոշումը զսպել է, հիմա ռեկտորները լուրջ հիմքեր ունեն։ Բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է, արդեն վատթարացած է, որովհետև գիտեք, որ 2011 թվականին բուհերը իրենց ընդունելությունը կատարեցին ընդամենը 20-22%-ով։ Թեր համալրում կար նաև այս տարի բուհերին էլ հրահանգված էր զերծ մնալ կրճատումներից։ Շարժման լիդերը ունի խնդրի լուծման այլընտրանք, կրթական ոլորտին հարկային արտոնություններ են պետք։ Օրինակ ԵՊՀ-ն մուծում է տարեկան 668 միլիոն դրամ։ Դա մոտ $2 միլիոն մի քիչ է։ Կրթական մի քանի հաստատություններ խոշոր հարկատուների շարքում են, համաձայնում է Աշոտյանը, բայց դրանք հիմնականում սոցվճարների տեսքով են։ Բուհերն արդեն ազատված են ավելացրած արժեքի, գույքահարկի ու հողի հարկից։ Եթե չմուծեն սոցվճար, չեն կարող այդ աշխատակիցները վաղ ամիսով ստանալ թոշակ։ Ուր են գնալու բարձրացված վճարներից ստացված գումարները, նախարարը վստահեցնում է, բյուջեն ավելի թափանցիկ կդառնա, հարցեր չեն լինի։ Արմեն Աշոտյանը ակտիվիստներին հուզող մյուս բոլոր հարցերին կպատասխանի գրավոր մինչև նոր ուսումնական տարի։ Այդ մասին հաջորդ դասին։ Հայկու Հյասատրյան, Պողոս Միրզոյան, Արմնյուս։